Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում արժանացել է պատվո լեգիոն շքանշանի։ Էմանուել Մակրոնի հրամանագրով տրված այս պատվավոր նշանը նախարարին է հանձնել նրա ֆրանսիացի գործընկեր Սեբաստիան Լեկորնյուն։ Պաշտոնական արարողությունից հետո Պապիկյանը հանդիպել է նաև Ֆրանսիայի զինված ուժերի եւ վետերանների հարցերով նորանշանակ նախարար Կատրին Վոտրենի հետ։ Կողմերը քննարկել են ռազմատեխնիկական գործակցության, զինվորական կրթության եւ խորհրդատվական աջակցության ընթացիկ ծրագրերը։ Նախարարները պայմանավորվել են խորացնել կապերը Հայաստանի պաշտպանական կարողությունները որակապես նոր մակարդակի հասցնելու նպատակով։ Իրանում հայ համայնքն առաջին զոհն է ունեցել։ Ալի Քորաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը Փաստինֆոյի մեր գործընկերներին հայտնել է, որ մարտի 26-ին Ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով իր աշխատասենյակում զոհվել է Նոր Ջուղայի բնակիչ Հովանես Սիմոնյանը։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Ինձ հետ որպես վարչապետ գալիք սեպտեմբերը եւ դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու, գրել է ազգային բարերար Սամվել Կարապետյանը իր նոր ուղերձում, այսպես արձագանքելով սեպտեմբերին հնարավոր նոր պատերազմի մասին Հայաստանի վարչապետի հայտարարությանը։ Ձեզ համար միայն լավ նորություններ ունեմ։ Սամվել Կարապետյանն իր ուղերձում Նիկոլ Փաշինյանին անվանում է հեռացող իշխանություն, քանի որ վստահ է հունիսի 7-ին իր ղեկավարած Ուժեղ Հայաստան կուսակցությունը հաղթելու է խորհրդարանական ընտրություններում։ Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում։ Երկրի հեռացող ղեկավարությունը փորձում է ձեզ համոզել, թե խաղաղության միակ ճանապարհը թուլությունն է եւ մեր հակառակորդների պահանջներին ենթարկվելը։ Ես կոչ եմ անում բոլոր հայերին չվախենալ։ Թույլ մի տվեք, որ նույն մարդիկ, որոնք արդեն ապացուցել են, որ ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանը, ձեզ կրկին սպառնան պատերազմով։ Որպես վարչապետ ես կապահովեմ ուժեղ եւ երկարատև խաղաղություն։ Այդ խաղաղությունը հիմնված կլինի ուժեղ դիվանագիտության, անվտանգության մի քանի երաշխավորների ուժեղ պաշտպանության վրա, ուժեղ սահմաններով, 10,000 անօդաչու թռչող սարքերով, պաշտպանված երկնքով եւ արդիականացված պրոֆեսիոնալ վերազինված բանակով, գրել է Սամվել Կարապետյանն իր ուղերձում։ Շնորհակալություն։ Երևանի վարչական դատարանը 3 օր շարունակ քննելուց հետո Տաշիր կապիտալի հայցը որոշել է մերժել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության լիցենզիայի դադարեցման դեմ ներկայացված բողոքը։ Փաստաբան Վարդան Ալոյանի փոխանցմամբ դատարանի այս որոշման արդյունքում HEC-ի լիցենզիան կշարունակի մնալ դադարեցված։ Դատական քննության ընթացքում դատարանը լսել է կողմերի ներկայացրած փաստարկները, սակայն ի վերջո ուժի մեջ է թողել լիցենզիայի կայացման վերաբերյալ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը։ Մարկո Ռուբիոն Ֆրանսիայում մեծյոթնյակի նախարարների հետ հանդիպանը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը կտևի եւս 2-ից 4 շաբաթ։ Այս նոր ժամկետը հակասում է նախագահ Թրամփի նախնական կանխատեսումներին։ Ռուբիոն պնդում է, թե կողմերը մոտ են լուրջ բանակցություններին, սակայն իրանցի պաշտոնյաները խուսափում են հեռախոսակապից, սպանվելու մշտական վախի պատճառով։ Թեհրանում որոշում կայացնողների հստակ շրջանակի բացակայությունը կասկածի տակ է դնում փոխնախագահ Վենսի գլխավորությամբ հնարավոր դիվանագիտական գործընթացի հաջողությունը։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Միացյալ Նահանգները ծրագրում է դաշնակիցների ուժերով հատուկ ստորաբաժանում ստեղծել Հորմուզի նեղուցը վերահսկելու համար։ Այս ռազմավարության նպատակն է թույլ չտալ, որ Իրանը տուրքեր գանձի առևտրային նավերից կամ վերականգնի իր ազդեցությունը միջազգային ջրուղիներում։ Միջազգային մամուլում շրջանառվող լուրերի համաձայն Վաշինգտոնն այժմ քննարկում է Իրանին վերջնական հարված հասցնելու եւ ցամաքային սահմանափակ գործողություն սկսելու հնարավորությունը։ Ռազմական գործողությունների հիմնական թիրախը կարող է դառնալ Պարսից ծոցի ռազմավարական նշանակության Խարկ, Լարակ եւ Աբու Մուսա կղզիները։ Այս քայլով Սպիտակ տունը ձգտում է վերահսկել Հորմուզի նեղուցը եւ կատվածահար անել իրանական նավթի արտահանումը Թեհրանին զիջումների պարտադրելու նպատակով։ Ի պատասխան այս սպառնալիքներին, ըստ իրանալեզու լրատվականների, Թեհրանն արդեն մոբիլիզացրել է ավելի քան 1 միլիոն զինվորականի եւ խստացրել է առափնյա ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Այդուհանդերձ փորձագետները կասկածի տակ են դնում նման ներխուժման իրատեսությունը մարդկային ահռելի կորուստների եւ հստակ քաղաքական վերջնարդյունքի բացակայության պատճառով։ Ուղղակի ռազմական բախումն անխուսափելիորեն կհանգեցնի էներգետիկ համաշխարհային ճգնաժամի եւ հենց Միացյալ Նահանգներում գնաճի անկառավարելի աճի։ Դոնալդ Թրամփի համար այս արկածախնդրությունը պարունակում է ներքաղաքական լուրջ վտանգներ, քանի որ ձգձգվող պատերազմը կարող է զրոյացնել հանրային աջակցությունը։ Դիվանագիտությունը մնում է հակամարտության կարգավորման միակ կայուն ուղին, իսկ ցամաքային գործողությունը դիտվում է որպես անկանխատեսելի հետևանքով հղի վտանգավոր խաղադրույք։
Միացյալ Նահանգների եւ Իսրայելի սկսած պատերազմի մեկամսյա փուլում ամերիկյան հետախուզությունը հաստատված է համարում Իրանի հրթիռային զինանոցի միայն 1/3-ի ոչնչացումը։ Ստորգետնյա թունելների ու բունկերների զանգվածային ռմբակոծություններից հետո զինատեսակների եւս 1/3-ի վիճակը մնում է անորոշ։ Փորձագետները կասկածի տակ են դնում Վաշինգտոնի լավատեսական զեկույցները, մատնանշելով Թեհրանի պահպանված մարտունակությունը։ Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Հնդկական օվկիանոսի ուղղությամբ նույնիսկ թիրախավորված ռազմակայաններից։ Նախագահ Թրամփը հայտարարում է հակառակորդի հյուծման մասին, բայց միաժամանակ զգուշացնում Հորմուզի նեղուցում մնացած հրթիռների վտանգի մասին։ Կա հիմնավոր մտավախություն, որ Իսլամական Հանրապետությունը միտումնավոր խնայում է իր հնարավորությունները հետագա էսկալացիայի համար։ Էպիկական զայրույթ գործողությունը բախվում է լուրջ խնդրի՝ ստորգետնյա ենթակառուցվածքների մասին հստակ տվյալների բացակայության պատճառով։ Իրանի հետ կապված Հանդալա հաքերային խմբավորումը հայտարարել է Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Փաթելի անձնական էլեկտրոնային փոստը կոտրելու մասին։ Համացանցում արդեն հայտնվել են պաշտոնյայի անձնական լուսանկարները եւ 2010-ից 2019 թվականներին վերաբերող շուրջ 300 նամակ։ Հետաքննությունների դաշնային բյուրոն պաշտոնապես հաստատել է կիբերհարձակման փաստը, սակայն հավաստիացնում է, որ պետական գաղտնիք պարունակող տվյալներ չեն տուժել։ Վերլուծաբանները սա դիտարկում են որպես Իրանի պատասխան գործողություն տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական սրացումների ֆոնին։ Արտահոսքի հիմնական նպատակն է հոգեբանական ճնշում գործադրել եւ վարկաբեկել Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նույն հաքերային խմբավորումը վերջերս թիրախավորել էր նաեւ ամերիկյան խոշոր պաշտպանական եւ բժշկական ընկերությունները։